Սա գնահատում ենք որպես հերթական քաղաքական միջոցառում է իրենց կողմից կազմակերպված եւ կարծում եմ սրանով չի ավարտվի, որովհետեւ սրանով չի սկսվել ամբողջ գործիքակազմը փորձում ենք կիրառել, որպեսզի մեր կուսակցությանը խոչընդոտեն գործունեությունը, որպեսզի առաջիկա սպասվող ընտրություններում մաքսիմալ անհարմարություններ պատճառեն, սակայն կարող եմ պնդել, որ մենք միշտ գործում ենք օրենքի շրջանակներում եւ բնականաբար արդյունքում հաղթանակ պետք է ունենանք եւ օրենքի գերակայությունը Հայաստանում արդեն հրամայական է դարձել։ Բայց արդեն ուղղակի նշվում է, որ նախընտրական շրջանը բավականին լարված է անցնելու, եթե սկսել են կանանցից, հավանաբար այլ սցենարներ էլ ունեն, ձեր մոտ ինչ վիճակ է, ինչ քննարկումներ են, ինչպես է այս խոչընդոտները հաղթահարել։ Գիտեք, լարվածությունը դեռևս մինչ նախընտրական շրջանում էլ էր սկսված, այսինքն հիմնական լարվածությունը սկիզբը դրվեց Սամվել Կարապետյանի ի աջակցություն եկեղեցուն արված հայտարարությունից հետո եւ տարբեր ինտենսիվությամբ այդ գործելավոճը շարունակվում է, նման ապօրինությունները մեր համար անսպասելի չեն, անկանխատեսելի չեն, որովհետեւ հաշվի առնելով արդեն վերջի 10 ամիսների փորձը, մենք նմանատիպ միջոցառումների հավանականությունը շատ բարձր ենք միշտ գնահատել, հետեւաբար սա զարմանալի չէ, բայց վստահ ենք, որ օրենքի գերակայությունը պետք է Հայաստանում լինի։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այսօրվանից այս քայլով սկիզբ դրվեց ռեպրեսիաներին։ Ոչ, որովհետև սկիզբը դրվել է դեռևս Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց։ Սա ընդհանուր շղթային իմաստ է ընդամենը։ Շնորհակալ եմ։